Որն է այդ ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալեք ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Միշտ ուժեղ։ Պարոն Կարապետյան, քանի որ փոփոխության թիվը 3-ն է, որոշել եմ, որ ամեն օր ձեզ 3 հարց եմ տալու, բայց սուր հարցեր։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Կարապետյան, ինչպես եք գնահատում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը Հայաստանում։ Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ եւ այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների, բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը 1 ամսվա կյանք ունի իշխանավարելու մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար։ Նախընտրական 1 նկար ստանալու համար ես անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը եւ մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նույնպես անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Պարոն Կարապետյան, երեք մենք այց ունեցանք Գյումրի եւ մեր հայրենակիցներին շատ անհանգստացնող հարցեր կան եւ ունեն մեծ բողոք թե իրենց կյանքից, թե այս իշխանականներից։ Ինչ եք կարծում, առհասարակ մեր հայ ժողովրդին ինչն է անհանգստացնում։ Ես գտնում եմ առաջերտին անհանգստացում են անվտանգային խնդիրները եւ իրենց կյանքի բարեկեցությունը։ Իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը եւ դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել։ Երրորդ վերջին հարցս։ Որն է այդ ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։ Համար 3։ Այո։ Շնորհակալ եմ շատ, պարոն Կարապետյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ լավ օր։